որ դու ձեր ուժը կամ ձեր առաջնորդը ցուցումներ է ստանում Լյուբյանկայից, ճիշտ է՞։ Եվ համարում եք, որ չի կարելի նմանատիպ քաղաքական գնահատականներ տալ առանց փաստարկների։ Հիմա փաստարկը ձեր քաղաքական առաջնորդի անձնագրային տվյալներում գրված է It's FSB։ Սրանից ավելի ուժեղ բառը դուք շատ եք սիրում, ավելի ուժեղ փաստարկ ձեզ ինչ է պետք։ Ինձ թվում է ձեր ամբողջ քաղաքական կուրսն է հումորային, պարոն Ղազինյան, եւ մարդու անձնագրային տվյալներում գրված է It's FSB, այս մարդիկ նեղանում են, թե ինչի եք մեզ կապում Լյուբյանկայի հետ։ Չնայած ինչ որ առումով, եթե անկեղծ լինենք, ես արդեն իսկ սկսել եմ կասկածել, արդյոք պետք է այս մարդկանց կապել Լյուբյանկայի հետ։ Ես արդեն կարծում եմ, որ ձեր հումորային քաղաքական կուրսը Լյուբյանկայում չեն կարող լուրջ ընդունել, ու դուք ձեր ցուցումները ստանում եք ոչ թե Լյուբյանկայից, այլ ընդամենը Կալուգայի հարկայինի պետի տեղակալից։ Հիմա մեկ ուրիշ պնդման անդրադառնամ, հարգելիներս, ձեր խմբակցության ներկայացուցիչները գալիս են այս ամբիոնից, մեզ մեղադրում են այն հարցում, որ դպրոցներ են փակվում։ Մի հատ փորձեմ ձեզ հիշեցնել ձեր քաղաքական առաջնորդի այն ինքնահռչակ վարչապետի մեղադրանքը մեր այս դեպքում իշխանության հասցեին։ Բառացիորեն ցիտում եմ. սրանք ինչի են այսքան շատ դպրոցներ կառուցում, որովհետև ուղեղ չունեն։ Հասկանում եք, չէ՞ աբսուրդը որտեղ է կայանում։ Ձեր քաղաքական առաջնորդը մեզ մեղադրում էր շատ դպրոցներ կառուցելու մեջ։ Հիմա դուք եկել եք այս ամբիոնից ուզում եք համոզեք, թե դպրոցներ են փակվում, այն ինչ դա անընդունելի է ձեզ համար։ Հələ մի հատ եկեք կողմնորոշվեք, էլի ժողովուրդ ջան։